Պարոն Սիմոնյան։ Լավ, մի հարց տամ, հետո դու շնորհակալ։ Давайте. Պարոն Սիմոնյան, միշտ դուք դրսում էիք մինչ Մեջլիսի ղեկավարի հետ էիք հանդիպում, ազգային ժողովում փոխնախագահ Ռուբեն Ռուբենյան իրեն բավական լավ էր զգում եւ գրեթե 5 պակաս ազգային ժողովի նախագահ։ Այսօր էլ մամուլը գրել է, որ աչքը ձեր տեղի վրա է։ Դուք այս առումով ինչ եք կարծում, կարող է մրցակցություն լինել ձեր եւ Ռուբինյանի միջեւ։ Ուրեմն Ռուբինյանն էլ, Արշակյանն էլ եւ բոլոր իմ գործընկերներն էլ ազգային ժողովի նախագահ են եւ այդ խոսակցությունը ծիծաղելի խոսակցություն է։ Ինչու՞։ Որովհետև թող ես միայն ուրախ կլինեմ, բայց նման բաներին խոսակցություններին լուրջ չեմ վերաբերում։ Ես նախ նստի ժամանակ ավելի շատ ձայներ է հավաքել, ավելի առաջ է։ Շատ լավ արա, ես ինքս իր համար եւ բոլորի համար, ովքեր որ գրեթե բոլորի համար, ովքեր որ անցել են քվեարկել եմ, բայց այս խոսակցությունը չեք կարող մտցնել մեր օրակարգ, մենք արդեն բավականին մեծ ենք, ձեզ բոլորիդ լավ ճանաչում ենք եւ այս խոսակցության մեջ չենք մտնի։ Ռուբեն Փաշինյանն ավելի մեծ է կամ ձեր։ Ես միայն ուրախ կլինեմ։ Ես Ռուբեն Ռուբինյանը իմ մտերմագույն ընկերներից մեկն է եւ որևիցե նման խոսակցություն ես չեմ սատարելու եւ չեմ մտնելու այդ խոսակցության մեջ։ Պարոն Սիմոնյան, այնուամենայնիվ այլախոհների թեման շարունակենք, դուք ասում եք մարդիկ եկել են մեզանից Չեմ լսում ինչ խոսում։ Մարդիկ եկել են, պաշտոն են ուզել եւ այլն, կլինեն երևի մարդիկ, որոնք իսկապես նման բաներ արած կնեն, բայց ես այլախոհ ասելով այս պահին ԱԱԾ-ի պատվալներում եւ այլ բանտերում գտնվող մարդկանց նկատի ունեմ, որոնք զուտ խոսքի համար ձեր ժողովրդավարության բաստիոնում բանտարկվել են, կալանավորվել են Հայաստանի Հանրապետությունում Կարապետյանին, որին ձեր Նիկոլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախի հրապարակում բարերար եւ բարեգործեր անվանում Հայաստանի Հանրապետությունում որ այդ բարեգործները հիմա բերթերում հայտնվեցին մի բառի համար, Միքայել Սրբազանը, որը առողջական հասկացա, ուրախ եմ հարցի համար, շնորհակալ եմ, որևիցե մեկը Հայաստանի Հանրապետությունում իր ասացի համար բանտում չի հայտնվում։ Եթե դուք այդ պնդումը անում եք, այդ նշանակում է, որ մնացած բոլորը, ովքեր որ բանտում չեն, իրանք մեր հաճախորդն են։ Տենց է ստացվում։ Այդ տրամաբանությունն է ստացվում։ Այսինքն ուզում եմ հասկանամ դահլիճում հանգիստ տեղի բոլորի համար տեղ կգտնվի, ով որ պետության դեմ որևիցե բան կանի, բերթի համար տեղ կգտնվի։ Սենյակ նոր բանտ այո։ Եվ ուզում հասկանամ դահլիճում գտնվող մարդիկ այլախոհ չեն, թե ուզում հասկանամ իրանք այդքան հետաքրքիր։ Ինչ վերաբերում ում օրինակ, ում ասեք ով Բոլորի դեմ Սեյրան Օհանյան վերադարձանք Սեյրան Օհանյանին հələ գնացեք Սեյրան Օհանյանին հարցրեք ասեք որ զինվորական ոստիկաններին տանում էր տանդ մոտ պահակ էր պահում կամ այդ տունը սարքում էր կամ քեզ էր վերաբերվում ինչի մասին խոսվում է մեղադրանքի մեջ դա քաղաքական հետապնդում է կա այդ տունը թե չկա Կա այդ տունը, թե չկա, ֆիզիկապես էլ, նոմա ձեր տալ, թե չէ, մնացածին հարցրեք, ուզում եմ հասկանամ։ Իշխանության քաղաքական իշխանության կամ կարողությունը, թե իրավական համակարգ։ Նարեկ, ախր չի կարելի, լսի, անգործություն, լսի, արձանագրում եմ հետևյալը, որ դուք ուզում եք մեզ վերագրել այն բանը, որ քաղաքական իշխանությունը, լսի ասեմ, պատասխանեմ, դուք ուզում եք մեզ վերագրել մի բան, որ քաղաքական իշխանությունը, չգիտեմ, Նիկոլ Փաշինյանը նստում է իր մերձավորների հետ կամ իմ հետ կամ մյուսի հետ, ասում է, դե բան արեք անուչ, այս ինչին նետեք բատը, այս ինչին նետեք բանտը, այո, ժամանակին տենց է եղել։ Հիմա մեզ մեղա նետեք բանտը, այո, ժամանակին տենց է եղել։ Հիմա մենք ասում են, այս մարդը խի բանտում չի, այն մարդը խի բանտում չի, այդ մարդը խի բանտում չի, այսինքն մեզնից ուզում հասկանամ այդ բանտում գտնվող այդ մարդիկ Ռոբերտ Քոչարյանից եւ Սերժ Սարգսյանից ավելի ուժեղ ընդդիմախոս են, հա? Թե ձեռա տալի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին բան չնետ։ Ուզում ձեր մեկնաբանությունը լսել։ Եվ գիտեք ինչ, անցկացրեցինք, լսեք, իմ նորից եմ ասում, իմ անձնական կարծիքով այդ մարդիկ էլ պետքա բանտում լինեն։ Հեղափոխությունը 18 թվականի եւ ընդհանուր հեղափոխությունը եղել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի մասին, եղել է այդ հին բանը մերժելու եւ մեր հիմնական քաղաքական եւ բոլոր իմաստներով ընդդիմախոսները եղել են, թե չէ այն մեկը այնտեղ մի բան ասեց, այս մեկը մի բան ասեց, դուք էլ լսեք, այդ որ ասում եք ում բռնում են, ասում եք քաղաքական բանտարկյալ է, հարգելիներս, դրա համար էդին էս չի, որ ես կամ դուք պետք է որոշեմ միջազգային համապատասխան
Ոչ, սահմանում չէ։ Սահմանում ամեն մեկը բռնում իր ուզած ձևով մեկնաբանում է։ Միջազգային կառույցներ կան, որտեղ ոչ Նիկոլը, ոչ Ալենը, ոչ Վալոդյան, ոչ չգիտեմ Պետյան, որևիցե մեկը մի րոպե Այսինքն դու մեղադրում ես միջազգային մարդու իրավունքների պաշտպանության կառույցներին կոռուպցիայի մեջ, մեղադրում ես երկակի ստանդարտների մեջ, թե ես քեզ մեղադրում եմ այդ թիմերի հետ սերտ անձնական հարաբերություններ ունենալու, նաև ֆինանսական հարաբերությունների մեջ, լսի, հայտարարությունների փաստը դու իրավաբան չես, մի վերցա քո վրա պատասխանատվություն խոսել մի բանի մասին, որը դու չես հասկանում։ Կարող ես ասել, հարգելիս, կարող ես ասես, քո կողմից նշված անձինք որ հոդվածի մեջ են մեղադրում, թիվը, անունը, հոդվածի, ընդհանրապես վերնագիրն եմ ուզում։ Կասես։ Օրինակ Սամվել Կարապետյանը եւ Ֆորտը ասեց կմասնակցենք իշխանության զավթման փորձի համար։ Հարգելիս։ Իշխանության զավթման փորձի համար կմասնակցենք մեր ձևով։ Հարգելիս։ Նաև փողերի լվացման մեջ է մեղադրվում։ Այդ հետո լրացվեց։ Հարգելիս, խնդրում եմ, մի մտի մի բանի մեջ, որից դու տեղյակ չես։ Սիմոնյան, քանի որ ընդդիմադիր գործիչների թեման արտարծես, քիչ կգնացնել, ձեր նախորդի հեչած ելույթներից մեկում անդրադառնալով աղմկահարույց 004 շրջաբերականին, հայեղափոխական դաշնակցության, ասացիք, որ այն պետական ստրուկտուրաներին փոխանցել է Արծվիկ Մինասյանը, խնդրում եմ պարզաբանել։ Պարոն Մինասյանը փոխանցել է ոչ թե ուղիղ ձեռքով տալով, այլ Պետրոս Ղազարյանի հաղորդման եթերով ուղղակի դա չհերքելով եւ ասելով, որ այո, այդ բանը գոյություն ունի, բայց խոսքը բնական է չի գնում այն բանի մասին, որ պարոն Մինասյանը աշխատում է մեր հատուկ կառույցների հետ, ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում, եկեք պարոն Մինասյանին կարելի է շատ տարբեր բաների մեջ մեղադրել, բայց այդ բանի մեջ եկեք չմեղադրենք իրան, խոսքը քաղաքական էր եւ որևիցե ոչ, չէ, բաներ կա, չկա, գնամ Սիմոնյան, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մասնակցելու է Կիրակի օրը Հովանավանքում։ Մենք պատվալ չունենք։ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Կիրակի օրը մասնակցելու է Հովանավանքում Ստեփան Ասատրյանի պատարագին, դուք եւս մասնակցելու եք։ Տեր Արամը, որը կարգավորել է։ Չեմ մասնակցելու։ Ինչու՞։ Չգիտեմ, չեմ մասնակցելու, որի մասնակցեմ, որտեղ ինքը Փաշինյանն է ուղղակի ասել։ Հասկացա, ինքը ասել է, որ ինքը մասնակցել է, ես գործեր ունեմ։ Այստեղ սա որակում Ես նման մարդու չեմ ճանաչում։ Այո, բայց ես էլ մարդ, հա, նկարվել եմ, ինքն էլ հետո տենց հետո էլի հանդիպեց, հետո էլի հանդիպեց, երբ որ ես իրան ասեցի, կտրիչ Ներսիսյան, հետո էլի հանդիպեց։ Այո, եւ այդ մարդը խախտել է իր ուխտը, ուզում ես դրա մասին խոսենք, արի խոսենք։ Ահա, ասա, լսում եմ։ Դա բայց իշխանության ինչը գործն է, որ Ինչն է իշխանության գործը։ Իսկ ով ասեց, որ իշխանության գործն է, իսկ հավատացյալ մարդու գործն է։ Կգործն է, թե գործը չի։ երբ քրիստոնեություն ընդունեցիք, պարոն Իսկ ես երբ քրիստոնյա չեմ եղել, ես ինչ որ բուդդիստ եմ եղել, հիմա հայելուտներ եմ ունենում, բա զբաղվեիք ոչ թե օրինակ վարչապետի ազգային ժողովի Իսկ դու միջև լրագրող դառնալդ ինչի՞ չէիր մի հատ քաղաքական գործունեությամբ զբաղվում, ՀԿ-ով զբաղվում, Սերժի եւ Ռոբերտ Քոչյանի դեմ խի չէիր պայքարում, կեղծված ընտրությունների դեմ խի չէիր պայքարում։ Պայքարել եմ ընտրակաշառք չվերցնել։ Իսկ երբ որ Նիկոլ Փաշինյանի հայկական ժամանակում էիր աշխատում, Նիկոլ Փաշինյանը լավն էր, հիմա վատն է։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ աշխատել, ինքը Նիկոլ Փաշինյանին ա վերը ժամանակի աշխատակից չէր։ Չէ, բայց Իրանն է, չէ։ Իրանն է, թե Իրան։ Ինչ ուներ։ Հա, Նիկոլ Փաշինյանը եղել է ինչ լավ էլի նարեք։ Դուք ասացին հավատում եք։ Պարոն Սիմոնյան, որ կարգալույց արված քահանային դեպքում Փաշինյանն ասում է, որ մենապես Իսկ ով է կարգալույց արել։ կաթողիկոս է Մայրաթորը Հարգելինես, դա ոչ լեգիտիմ կառույց է։ Այդ մարդիկ իրանց կտրիչ Ներսիսյանը թող հասկանա, որ դուք հիմա ինչ որ հարցեր եք տալի, որոնք ահավոր կենցաղային բամբասանքի մի րոպե թող խոսամ Ռոզան։ Դա մի րոպե թողեք խոսամ, եթե դու ուզում եք ես չխոսամ, դուք խոսացեք։ Դե թող խոսամ։ Դա մի անձի կառույց չի։ Եթե ուզում եք բամբասանքներից խոսանք, ինքը սրան նենց ասեց, ինքը նրան նենց ասեց, ես մի վատ բան ասեմ, այնտեղ մի հատ երրորդ եկեղեցականի 4-րդ տերը, որին դեմքով ու ընդհանրապես որևիցե ձևով նույնիսկ իր թեմում չեն ճանաչում Facebook-ում ինչ-որ ստատուս գրի, ժողովրդից դուրս թողեք այս խոսակցությունից։ Եթե խոսում ենք համակարգի մասին, եթե խոսում ենք լուրջ, հետևյալն է, ես ամենաբարի ձևով, բարեկամորեն խորհուրդ եմ տալիս, հորդորում եմ
Պարոն Ներսիսյանին, ինքը ժամանակին падգամավորի տեխնացու է եղել, քաղաքականապես զարգացած մարդ է։ Ինքը պետք է հասկանա, որ ասում մեր տներին են մոտենում։ Թող գնա, թող չստիպի, որ գա հասնի այն կետին։ Մեկը գնալու է։ Այն կետին, որ ինքը այլ ընտրանք չունենա, այլ արդեն պատուհան ու դուր չլինի, որից ինքը կարողանա դուրս գա։ Ես հարգելիս, ես ոչ մի քրեական գործի մասին երբևիցե տեղեկություն չեմ ունեցել ու երբևիցե չունեմ։ Դա իմ գործառույթներից մի մոտ չի մտնում, այսինքն ոնց ես պատկերացնում, վերստեմ հեռախոսը զանգեմ, ասեմ, ինչ քրեական, չունեմ, եւ մենք չենք ունենում այդ բաները։ Հաճախ նույնիսկ ձեզնից ենք իմանում, որ ինչ-որ բան է եղել, լինում է դեպքեր, ենթադրենք կես ժամ առաջ, մի ժամ առաջ, ինչ-որ նիստի ժամանակ տենց ինֆորմացիա է գալի, որ ոնց որ սենց բան կա պետական կառույցներից, ոնց որ նաև դուք եք իմանում, էլի, ոնց որ դուք եք իմանում։ Փակ խումբը շատ լավ էր, հաճախ մտեք մեր փակ խումբ, կտեսնեք, որ ինչքան ժողովրդավար ենք մենք, շնորհակալություն։ Չի պետք է գա այդ մարդու ընտանիքը եւ բաները։ Եթե դա պետական ռեսուրս չի։ Դու մեր ներքին էթիկայի հետ ի՞նչ գործ ունես, դու ձեր լրագրողական ներքին էթիկայով զբաղվում ես։ Ձեր բարեկամներին բերելու եք ձեր հանրահավաք։ Իմ մայրը, իմ եղբայրը ԿՊ կուսակցության անդամ են, իրանց բերելու կարիք չկա։ Որ 30 հոգու պետքա բերել փոխմարզերի։ Ես անուններով չգիտեմ ում մասին է խոսքը, բայց հիմնական վերնագիրը որևիցե ռեսուրս վարչական օգտագործել արգելվում է, ձեզ թվում է, որ այսինքն ձեզ թվում է մենք տենց ալիբիով շարժվող ենք, կամ ինչ որ մեկին թվում է, որ վարչապետը մի բան ասի, ինչ որ մեկը կարա իրան իրավունք վերապայի տենց չանի, դուք լուրջ մտածում եք ոչ, բայց իհարկե ժողովուրդը, բայց կուսակցության ղեկավարն է, այսինքն կուսակցության ղեկավարը ոնց ինչ հարց է Նարեկ, ինչ հարց է, այո, ինչ ասեց պետք է անեմ, եթե այլ հարց է, որ պետքա քննարկվի, կքննարկեմ այդ հարցը, այսինքն տենց պետք է չլինի, բավաց պետք է լինի, տենց պետք է ինքը ասի, ես չանեմ, այո, ես իրան ինքը իմ երկրի ղեկավարն է, այո, իմ երկրի ղեկավարն է, իր խոսքը իմ համար ամենակարևոր նշանակություն է, այն պահին, որ ես այլ կարծիք եմ ունենում, ես ասում եմ, պարոն վարչապետ, ես այլ կարծիք ունեմ եւ ասում եմ իմ այդ կարծիքը։ Այդպիսի դրվագներ են լինում քծին։ Դու ինձ լավ չես ճանաչում։